Բարև ձեզ, դուք դիտում եք Civilnet-ի երեկոյան թողարկումը, ստուդիայում աշխատում է Գայանե Խաչատրյանը։ Մուամար Քադաֆին մահացել է ստացած վնասվածքներից, այս մասին Reuters-ին հայտնել է Լիբիայի նոր իշխանությունների անցումային ազգային խորհրդի պաշտոնական ներկայացուցիչը։ Ավելի վաղ Լիբիայի հեռուստաընկերությունները հայտնում են, որ Սիրթում գրոհայինները ձերբակալել են Լիբիայի նախկին ղեկավար Մուամար Քադաֆիին։ Տեսանյութում երևում է, թե ինչպես են Քադաֆիի հակառակորդները ցնծում նախկին առաջնորդի մահը։ Բանակն իրականում նախաձեռնությունն այսօր կառավարության շենքի դիմաց կազմակերպել էր բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն բանակում սպանված զինծառայողների գործերի արդար քննության։ Բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների հարազատները կառավարությունից պահանջում են բացահայտել ու պատժել մեղավորներին, ինչպես նաև կանխել բռնությունները բանակում։ Հայոց բանակում զոհված զինվորների մտերիմները կրկին անգամ կազմակերպել են երթ բողոք ակցիա դեպի նախագահական նստավայր։ Նրանք կրկին պատրաստվում են չլռել եւ պայքարելու են մինչեւ վերջ։ Նրանցից ոչ ոք չի համաձայնում որևէ բան ասել տեսախցիկի առջև, որովհետեւ նրանք չափազանց հուզված են։ Նեգաբար սպանում են զինվորներին եւ պատճառաբանում թե ինքնասպան են եղել։ Ոչ, ինքնասպանություններ չեն։ Սպանում են զինվորին հայոց բանակում։ Ամեն օր սպանություն է գալիս բանակից։ Հայաստի աղջիկը լեն երկի, որ սենց կոտորած է հայոց բանակում։ Կոտորած է հայոց բանակում, եղերտատիրում, ծերասպանություն են անում, ոչ թուրքի ձեռով, այլ իրանց սպարական անձնակազմի ձեռքով։ Բողոքի ակցիայի մասնակիցները դեմքով շրջվել են դեպի Բաղրամյան փողոցի երթևեկելի հատվածը։ Նպատակը մեկն է, որպեսզի հասարակությունը նույնպես իրազեկված լինի եւ տեղեկացված, թե ինչ է տեղի ունենում հայոց բանակում։ Ես կասեի չունենք նախագահ, չունենք պաշտպանության նախարար մենք։ Նինա Ազիզյան, Տարոն Թիթիզյան, Civilnet։ Շարունակելով թեման նշենք, որ ակցիայի ընթացքում ոստիկանության կողմից բերման է ենթարկվել ՀԱԿ ակտիվիստ Վարդգես Գասպարին։ Միջադեպից հետո բողոքի ցույցի մասնակիցները իրենց ակցիան շարունակել են ոստիկանության կենտրոնի բաժնի դիմաց։ Դեպքում ես ենք տվյալ ակցիան վերաբերում հենց մարդու իրավունքների կոպիտ խախտմանը, որտեղ որ կոչվում է զինվորների սպանությունները, իսկ ասում տվյալ մարմիններն չեն բացահայտում։
Կառավարության շենքի առջև բանակը իրականում նախաձեռնող խմբի անդամները բողոքի գործողություն էին կազմակերպել, խաղաղ բողոքի գործողություն իրենց պաստառներով եւ կանգնած էին կառավարության շենքի առջև։ Իհարկե ոստիկաններ կային բազմաթիվ եւ երբ կառավարության շենքից այդ մուտքից դուրս եկավ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը իր շքախմբով, չգիտեմ ովքեր էին նրան ուղեկցում, այդ շքախումբը նաեւ ինքը հրեցին ցուցարարներից մեկին Լալա Ասլիկյանին, դրանից հետո նրանցից մի քանիսը եկան մոտեցան, արդեն մենք շարժվում ենք դեպի նախագահական նստավայր, մոտեցան Վարդգես Գասպարիին եւ ասացին, որ ձեզ հրավիրում ենք ոստիկանության բաժանմունք կենտրոն։ Ես ասացի, որ մենք ձեր հրավերը չենք ընդունում։ Հետո ասացին, որ մենք ձեզ բերման ենք ենթարկում։ Այդ բերման ենթարկելը տեղի ունեցավ բռնության միջոցով, հարձակվեցին Վարդգես Գասպարիի վրա, օղակի մեջ վերցրեցին ոստիկաններով եւ նրան փաստորեն բռնի ուժով առևանգեցին, մցրեցին ոստիկանական մեքենան եւ բերեցին այստեղ։ Հայտ լինելու Ինչ եղավ։ Ինչ եղավ։ Ինչի համար ենք Այդ կաննեցիք առանց այլևայնության որևիցե ոտնձգության ոստիկանության նկատմամբ պարոն ոստիկան կանեք պրոբլեմ կունենաք, լուրջ պրոբլեմ կունենաք։ Զրուցում ենք, ասում է Վարդգես Գասպարիի հետ։ Ոստիկանապետի տեղակալ Արայիկ Պետրոսյանը։ Ազատություն, ազատություն, ազատություն։ Գրություն ուղարկի կպատասխանենք։ Մատանի մեջ Վարդգես Գասպարին եղել եւ այստեղից գնացել։ Ես մատեր խոսքեր քանի օր չեմ հավատում, որտեղ նոր մի 20 րոպե անց է տենց։ Ես չեմ ասում ես նոր ճշտեցի, իհարկե ստում էր այն ժամանակ, փոխադրել են իրեն քնչական հասցեն հստակ չնշեց, ուղղակի քնչական TV նոր լրատվության, նոր հայացքների ձեր պատուհանը, այն բաց է նաև Facebook-ում, միացեք և մասնակցեք քննարկումներին։ Եվ թողարկման վերջում, UEFA-ն չեղյալ չի հայտարարել Հայաստանի ֆուտբոլի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկիի Իռլանդիայի հետ խաղում ստացած կարմիր քարտը։ Այս մասին Facebook սոցիալական ցանցի իր անձնական էջում հայտնել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը։ Ռոման Բերեզովսկին ստիպված է բաց թողնել Հայաստանի հավաքականի հաջորդ պաշտոնական հանդիպումը։ Այսքանը լրահոսն ավարտվեց, հետևեք մեր աշխատանքներին civilnet.tv կայքում։ Ցտեսություն։